Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ Արարատյան Խոհանոցից։ Բարեկամներ, ներկայացվող ուտեստները բնականաբար կարող են նաև ձեզ անծանոթ թվալ, բայց դա նաև նոր մշակումներ են, դրանք նաև նոր մտահղացություններ են, այնպես որ այն ինչ ներկայացնում ենք, դա պիտի ամրագրենք եւ համարենք, որ դա Արարատյան Խոհանոցն է։ Այս գործում, այսօրվա աշխատանքներում ինձ օգնելու է կամ ավելի ճիշտ ես եմ օգնելու հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ ձեզ քաջածանոթ Արտավազդ Սարոխանյանի հետ։ Ողջույն Արտավազդ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, լավ, դուք լավ լինեք։ Տրամադրությունը բարձր է երևում է եւ ինչ ենք պատրաստելու արդեն ընթացքը եւ արդյունքը պարզ է որ լավ է լինելու, որտեղ մենք լավ տրամադրություն ունենք։ Սեն նրանից, որ ողջունում եմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հարգելի ընկերներ, բարեկամներ, բոլորին ողջունում եմ։ Պատրաստելու ենք, սկսեմ միանգամից նայել, ինչ ենք պատրաստել։ Պատրաստելու ենք խոզի միս, խոզի մատեր։ Այո։ Որոնք խորովելու ենք, հետո մեղրով եւ տոմատով պատրաստած սոուսի մեջ շոկե խաշելու ենք։ Քաղցրակծու սոուս է ստացվել մեզ լավ, մեղրով եւ բանով։ Լավ, շատ լավ։ Ցկի, լավ։ Լավ, այսպես պայմանավորվենք, դու ասում ես ես ինչ պիտի անեմ եւ դու սկսում ես հիմնական աշխատանքը։ Դուք կարող եք մարինացնել, դուք ուզում եք ուղղակի նայեք։ Մարինացնենք աղով, ինչով որ կուզենաք։ Իսկ ես պատրաստեմ սոուսը։ Կրակը մեզ մոտ արդեն վառվում է։ Տոմատ։ Մի քիչ ուրց։ Մեծ քանակությամբ, այսինքն համի այդ առավելագույն մասը ինքը պիտի ստանա սոուսից։ Դրա համար շատ համեմունքներ չենք օգտագործի։ Համեմունքների օգտագործման առումով նշվում է, որ մեր խոհանոցում մենք կամ հայերս շատ չենք սիրում համեմունքներ։ Ինչ կասես այդ մասին։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Մեր հայկական լեռնաշխարհում բազմաթիվ համեմունքներ են աճում բնական տեսքով, շատ համեղ։ Բա ինչ չեք օգտագործում շատ։ Օգտագործում ենք։ Օգտագործում ենք։ Իհարկե։ Լավ։ Ուղղակի պետք է Երևան քաղաքից դուրս գալ դեպի մարզեր, մտնել գյուղերը, անցնել տուն առ տուն եւ տեսնել, որ ամեն ինչ իր տեղում է հայկական խոհանոցը եւ հրահանգել։ Ներկայացրեք ձեր բոլոր համեմունքները։ Շատ լավ, իրականում մեր ազգային խոհանոցին լավ ծանոթանալու համար, բարեկամներ, այո, անցանք այս խորհրդին։ Հարկավոր է անցնել մեր մարզերով, հարկավոր է վերականգնել այն ինչ մեր կազմակերպությունը իրականացնում է, այն ինչով որ մենք զբաղված ենք։ Ավարտեցիք, ես արդեն խորով եմ։ Այստեղ մենք ունեցանք տոմատ մածուկ, աղ եւ մի քիչ ջուր։ Դրեցի կրակին։ Արագ գեղևապատում եմ երկու կողմից։ Դրա իմաստը նա է, որպեսզի մենք չկորցնենք մեր մսահյութը։ Սննդային արժեքները, այո։ Մենք ավանդական խորովածի եղանակից փոխել ենք, դնում ենք այդ ցանցի վրա, մի քիչ ստանդարտներից դուրս գալը շատ կխանգարի, խաթարի մեր խոչընդոտի մեր խոհանոցի զարգացմանը։ Ոչ մի դեպքում խոհանոցը զարգանում է միշտ երբ որ նորություններ կան այդտեղ, ուղղակի կոնկրետ մենք այստեղ ընտրել ենք ոչ թե նորությունը, այլ այն հինը, որը որ մենք մոռացել էինք։ Մոռացել էինք, այո, մոռացել։ Դրա համար էլ անվանումը Արատա եւ Արատայի ժամանակ հաստատ համոզված եմ գազօջախ եւ սալօջախ չի եղել, այլ եղել է բնական այդ կրակը եւ մենք շարունակում ենք այդ բնական կրակը օգտագործելը։ Այո։ Պետք է բավականին վառ կեղևը ստանանք։ Ոսկեգույն։ Ոսկեգույն ու մի քիչ էլ կարելի է մուգ անել դա։ Հիմա այստեղ ավելացնենք կծու պղպեղ։ Շատ լավ։ Նորից հիշեցնենք տոմատ մածուկ
Տոմատ մածուկ, մեղր, մեղր, աղ, աղ, արգանակ ջուր։ կարելի է ավելացնել կամ ջուր։ Կարող եք նույնիսկ հավի արգանակ օգտագործել։ որը ես շատ խորհուրդ չեմ տալիս, Իսկ եթե հավը տնական է։ միգուցե։ Եվ հիմա տեղադրում ենք կրակին մեր սոուսը։ Զուգահեռ, որպեսզի եռացնենք Արտավազ դու կարող ես եւ աշխատել եւ զրուցել։ Իհարկե կարող եմ համեմի սերմ ավելացնեմ մի փոքր։ Այ դուք ասում եք մենք չենք օգտագործում համեմունքներ։ Քանի համեմունք մենք արդեն օգտագործեցինք։ Ավելացնեմ աշտարակ սոուսը։ Այո, ես դրան եմ սպասում։ Մի քիչ աշտարակ սոուս։ Այո, այո։ Սխտոր ընկույզ ձետ քացախ աղ եւ լավ խառնում ենք, ավելացնում ենք մեր սերը եւ հոգու ջերմությունը եւ ուտեստի հաջողությունը ապահովված է։ Այս դեպքում մսերը տեղափոխում ենք, կրակը թող ինքն իրեն հանգչի։ Այո, իմիջայլոց մի բարակապակցություն կա, որ մենք շատ ենք օգտագործում, բայց դրա իմաստը կարծում եմ դեռ վերջնականապես պարզաբանված չէ գոնե բոլորիս համար։ Մենք ասում ենք կրակի կողքի խորովածն է համեղ։ Ես ունեմ ընկերներ, զորօրինակ մեր հարգարժան գեներալ Հենրիխ Ասիմբեկյանը, ողջունում եմ իրեն, եւ այդ գաղափարը նա հղացավ, այսինքն նա առաջարկեց մեզ, որ ասված բառը կրակի կողքի խորովածն է համեղ, դա բոլորովին չի նշանակում կրակարանի կողք կանգնած, այլ դա այդ բարակապակցությունը կապված է հենց խորոված պատրաստելու process-ի հետ, այսինքն կրակի կողքը, կրակը այստեղ, կողքը խորոված, եւ պատկերացրեք, որ շատ համեղ է ստացվում։ Հիմա մենք փորձենք դա։ Փորձենք։ Ես խոստանում եմ, որ մի քանի հաղորդում մենք անպայման այդ տեսքով կներկայացնենք ձեզ։ Սպասում ենք մինչև սոուսը եռա։ Այո։ Եվ մսերը կտեղադրենք Այդ միջոցը նաև հուշեմ, որ օգտագործում են նաև Արգենտինայում հատուկ այդպես մեջտեղը կրակ է վառվում բոցով եւ այդ հատուկ փայտերի միջոցով կողքերը շարվում է միսը, կրակի ոչ թե վրա, այլ կողքերը։ Կարծում եմ հենց այստեղից է գնացել Արգենտինա։ Դուք ասացիք Արգենտինա միանշանակ այստեղից է գնացել։ Այո։ Ով ինչ ուզում է ասել, ես այն կարծիքին եմ, որ ամբողջ աշխարհում սփռված հայերը, որոնք գնացել են այստեղից, տարել են իրենց հետ մեր մշակույթը։ Այո։ Խոհանոցի մշակույթը նույնպես։ Այո, շատ հետաքրքիր է, երբ որ սպասարկվողի, այսինքն ճաշակողի, հյուրի հենց արկայության միջոցին, այսինքն ներկայությամբ պատրաստվում է ուտեստը եւ մատուցվում է։ Դա շատ ավելի արդյունավետ է։ Ես դա հատուկ ընտրեցի, Գեր Մամուլյան, որպեսզի ավելի մոտիկ լինեմ հյուրին։ Եվ այդ երբ որ հյուրը վստահում է քեզ, քանի որ նա տեսնում է, թե դու ինչ ես պատրաստում, դա շատ կարևոր է։ Մեր սոուսը արդեն եռում է։ Մսերն էլ կարծեմ պատրաստ են։ Մսերն էլ պատրաստ են եւ ես տեղադրում եմ սոուսի մեջ։ Միսը համեմեցինք աղով, պղպեղով եւ ուրցով, սոուսը պատրաստեցինք տոմատի մածուկ, մեղր, մի քիչ ձետ, ջուր, կծու պղպեղ եւ համեմի սերմ եւ այդ սոուսում արդեն ինչ է լինելու շոքե խաշվելու է։ Շոքի խաշվելու է, այո։ Մեզանից որքան կպահանջվի։ Մոտավորապես 5-6 րոպե։ Կմիանանք հարգելի հեռուստադիտողներ մենք 5-6 րոպե հետո։ Արտավազ ջան 5 րոպե էլ սպասեցինք։ Պատրաստ է մեզ մոտ։ Պատրաստ է։
Այստեղ մնում է միայն կանաչի ավելացնել եւ վերջ։ Ինչ կանաչի արտավազդ։ Միգուցե սամիտ ավելացնենք համեմի հետ։ Սամիտ եւ համեմ։ Եվ պիտի հարցնեմ, հենց այդպես ենք մատուցելու։ Հենց այսպես այս ամանով էլ մատուցելու ենք, այո։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Բույրը ամեն ինչ տեղն է։ Ահա, եւ վերջ։ Խոզի մատեր, Կանաչիներն էլ կծու քաղցր, ավելացնենք։ կծու քաղցր սոուսի մեջ։ Շատ լավ, խնդրեմ, ինչ ցանկություն կա։ Ցանկություն կա, առողջ եղեք, երջանիկ եղեք, մի հուսահատվեք եւ կյանքը պայքարը պետք է պայքարենք։ Ամեն մեկս մեր բնակավարում։ Արգել հերոստատորներ, այո, հուսահատվելը շատ վատ է։ Եվ անսանք արտավազդի խորհրդին։ Չհուսահատվեք։ Ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն պիտի հայտնեմ արտավազդին։ Ցանկանանք, որ նա նույնպես չհուսահատվի եւ խանդավառությամբ մոտենա, ինչպես մոտենում է իր գործին եւ ամեն ինչ լավ կլինի։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը բարեկամներ, իսկ յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր աշխատանք թող նպաստի, որ մենք լինենք էլ ավելի առողջ ու երջանիկ։ Գալիք դարերը մերն են լինելու բարեկամներ եւ հաղթանակի դարեր են լինելու։ Լինենք համբերատար եւ լավատես։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Խոզի մատներ մեղրով։ Խոզի մատներ 400 գրամ, տոմատի մածուկ 70 գրամ, մեղր 60 գրամ, ջուր 100 գրամ, կծու պղպեղ, համեմի սերմ, աշտարակ սոուս, կանաչի, աղ, բարյախորժակ, ջրահարս, կարմրախայտի ֆիլե 200 գրամ, մոշ 50 գրամ, կանաչ սող 20 գրամ, սմբուկ 30 գրամ, դդմիկ 30 գրամ, ստեպխին 20 գրամ, տակդեղ 20 գրամ, կոնյակ 50 գրամ, աղ, պղպեղ, բարյախորժակ։